Այ մեկ երկու հարցում ագիտական դուք նշեցիք զոհված ծառայողների դերի դուրս բերման գործընթացը եւ թե ինչպես է նկատել նրանց թե իրենք ինչ դիրքով են եղել այլ դուք կարող եք մատանեն հայտնել թե վառարանը որտեղ որ գտնվում է սենյակում դուք դի նկատել եք թե չէ այո ես խնդրում եմ նկարագրեք այդ զոհված ծառայողի տեղակայման վայրը գտնվելու ձևը եւ հնարավորինս ստացած այլվածքների չափը վառարանի կողքի տուժածը, որ հայտնաբերել ենք առաջիններից ես եմ հայտնաբերել, ինքը ելա վառարանի ու պատի մեջտերի հատվածում հեռավորությունը կոնկրետ չեմ կարող նշեմ, բայց այդտեղ 2 մետրի չափով տարածք է դեպի Զինանոցի պատի։ Վառարանի ու Զինանոցի պատի արանքում է եղել, ինքը դիրքը չեմ կարող ասել ինչ դիրքի էր, բայց ծնողներ ջան կներեք, վիճակը որ ասացիք նկարագրեք, բավականին այրված էր, վերջույթները նույնիսկ իր չկային, մոխրացած էին, սրացած ինչ որ հատված էր երևում։ Այդ վիճակում եմ նկատել ես։ Վերջույթները որ ոտքի դեպի վառարանի կողմը, պատի կողմը, որ մասում է վերջույթ։ Հստակ չեմ կարող ասել պարոն Օրիկյան, որ հատվածում էր, ավելի շուտ ինքը վառարանին զուգահեռ էր, վերջույթները դեպի տրան կողմ էին։ Դեպի տրան կողմ, այսինքն գլուխը դեպի պատի կողմ։ Պատի կողմ։ Դեպի այն թե sense նայենք այդ սենյակը, այս Զինանոցն է, գլուխը դեպի այս կողմ։ Իսկ ինչ դեմքը հատակին թե երևացող մասն է դեմքը։ Ինչքանով հիշում եմ կողքի էր։ Կողքի էր։ Ինչքանով որ ես եմ հիշում կողքի էր դեմքը դեպի վառարանի կողմ, ոչ թե մյուս պատի։ Այդ լավ չեմ հիշում, փորձում եմ ինչքան հիշում եմ ասել, իմ հիշելով այդպես էր։ Դուք եք անել դուրս անել զոհվածին, այդ կոնկրետ զոհվածին։ Կոնկրետ այդ զինված ծառայողին հայտնել ենք այդ պահին, մասնակցել եմ աշխատանքներին, բայց ամբողջությամբ չէ, արդեն պատգամավորում եմ, ես անցա Զինանոցը նայելուն, ես հատուկ համազգեստով էի արդեն շնչառական ապարատով էի, անցել եմ մյուս սենյակը նայելուն, հետ գալուց արդեն մասնակցել եմ ու անցել ենք մյուս կողմ։ Ինչու ես այդ հարցը տվեցի, որովհետև դուք միջդատական վարույթում մի փոքր լավ, հետո դրան կանադառնալ, իսկ այդ վառարանի սենյակում գտնվող զոհված ծառայողի դեմքը դա ճանաչելի է, թե անճանաչելի։ Հիմնականում պարոն Օրիկյան, այդտեղ մոխրացած հետքեր կային, մոխիրներ, վառված նյութերից առաջացած այդ ծուխը, դեմքները ընդհանուր իրենք հիմնականում ծխապատ էին։ Ընդհանուր, ոչ թե միայն դեմքերը, տարածքում ինչ կար, սևացած այտենց կիսով չափ չէր կարում հասկանալ, միգուցե մաքրվեր, ինքը լիներ ծուխ, ծխի հետևանք, միգուցե վնասված էր, ռեալ չեմ կարող ասել։ Հետաքրքրություն առաջացել, տեսեք ասում եք ամբողջ օրը ծխապատ է եւ այդ տարածքում, ինչով բացատրեք այդ պարադոքս է հակասությունը, որ զոհված ծառայողների դիերը ծխապատված են, չգիտեմ ինչը, բայց հանգած այդ պատը էս սպիտակության նման սպիտակ է։ Որ պատը։ Ծառայողների կացարանը, որ կացարի պատը, որտեղ որ իրենք քնած են եղել։ Չեմ կարող ես դարձին պատասխանել։ Իսկ բայց կոնկրետ չէ, մտաբերելը չէ, դրսում նկար տեսա, հասկանում եմ ինչի մասին եք ասում, բայց կոնկրետ այդ հատվածում ծուխը ես տեսել եմ, ծուխ եղել է, որ մենք գնացել ենք, արդեն գոլոշի ծուխ, այն գերաններ էր վառվում տանիքի, կար ընդհանուր ծուխ, այդ ամեն ինչը տեսել եմ, բայց ինչի համար է սպիտակ, այդ չեմ կարա ես բան ասեմ, որովհետև դրա մասնագետը չեմ կարող։ Պարոն Հովհաննիսյան, այդ զոհված ծառայողը, որը գտնվել է վառարանի մոտ, երկու տարբերակ մենք ունենք, սկզբանե զոհված ծառայողը տեղը այլվել, կամ
զինծառայողների կացարանից է դուրս եկել։ Հիմա փորձենք վերլուծել երկրորդ վարկածը։ Ինքը ինչ հանգամանքներում կարող է դուրս գալ այդ կացարանից, որտեղից կարող է դուրս գալ։ Երեք տարբերակ կա։ Կամ ճաղավանդակներից, որպեսզի դուրս գալ մտնել կացարան, խելագարության կանխավարկածով չի ասում։ Կամ տանիքով պետք է բարձրանալ, չգիտեմ ոնց ճիշտ էր վարարանի մոտ, կամ դռնով։ Այդ նա խնդրում է դուրը կարող եք նկարագրել, զինվորական կացարան մտնող դուրը, ինչպիսին է ձեր։ Դուրը կոնկրետ չեմ հիշում, բայց երբ որ ուզում է այդ կողմից մտնեինք, հատուկ միջոցներով արդեն խոչընդոտներ կային, ես այդ կողմից չկարողացա մտնել, որպեսզի հետախուզություն կատարել, բայց կոնկրետ չեմ հիշում, բայց հետո որ հակառակ կողմից եկել ենք, այդտեղ դոշակներ կային կուտակված դրանն այդ հատվածում, միգուցե այդ խոչընդոտները չեմ հիշում, բայց չկարողացա այդ կողմից մտնել, դուրս եկանք հակառակ կողմից արդեն սկսեցինք, դռան կողմից չեմ կարողացել ներս մտնել։ Այսինքն այդ վարարանի սենյակից դեպի կացարան խոչընդոտներ կային, միգուցե դոշակներն էին, հետո որ աշխատանքները տարել ենք, անցել ենք այն կողմից, դոշակները հիշում եմ, այնտեղ բան կար, էլեկտրական պլիտաներ կան, դրանց տաքացուցիչներ կան, տենց բաներ կար այնտեղ, միգուցե դրանք են եղել պատճառը, որ չեն կարողացել, ծխապատ էր շատ այդ հատվածը կոնկրետ։ Այն մյուս կողմը տանիքը բացված էր արդեն ծուխը այդքան չէր մնում ներսում, բայց այդ դրան հատվածում կոնկրետ ծխապատ էր։ Իսկ մի հարց է կապված վարարանի հետ այն սենյակում, զովա զինծառայողը, որ այդտեղ վարարանի կողքին է, այդտեղ փլուզում կար, թե չկար։ Ես որ գնացել եմ, այդ վարարանի հատվածում արդեն բաց էր տանիքը։ Տանիքը բաց էր։ Երևում էր դուրսը, որտեղ ծխապատումն էլ քիչ էր այնտեղ։ Ինչքանով հիշում եմ ես, այնտեղ տանիքը կոնկրետ վարարանի սենյակում արդեն կամ վարված էր, կամ չգիտեմ ոնց էր եղել։ Այդ երկու զովա զինծառայողի դին ինչպես է տեսանել, այդ տանիքը հլվածքի ինչ է։ Գուցե այլ նյութեր են եղել վարվել են, ռեալ չեմ կարա ես ասեմ, բայց այս մի տարածքում էլ որ քլվել էր, այս տարածքում հողը ավելի շատ էր, բայց վարարանի տարածքում ինչքանով հիշում եմ, հողային մասը քիչ էր, միգուցե տանիքի կառուցվածքից է եկել, չեմ կարող ասել։ Ես ուզում եմ, որ դուք նկարագրեք հիմա ներկայացրեք դատարանի զովա զինծառայողի դուրսբերման հրամանի տրման պահը։ Լավ, դուք ասում եք, որ հրամանը նման ստացել եք ձեր հրամանատարից Մխիթար Կարապետյանը։ Այդ հրամանը ինչպես է տրվել։ Դուք շարվեցիք, ձեզ անհատապես շարվեցիք եւ բոլորիդ նման հրաման տալիս, թե անհատապես բոլորիդ նման հրաման, ինչպես է տրվել այդ հրամանը։ Հրամանը աշխատողներով դե շարվել չի եղել, այնտեղ աշխատողներով կոնկրետ ով որ դաշիջում էր անում, ովքեր որ փկարարական աշխատանքներ էին անում, հավաքում էին հրամանատարը ասում էր, որ պետքա ասես տվյալ ունենք, որ 15 տուժած պետքա լինի, կատարում ենք որոնողական աշխատանքներ, բոլորին պետքա գտնենք դուրս բերենք։ Իսկ ձեր հրամանատարը հրաման էր կատարում, թե դա այդ հրամաները ինքն էր ըստ իրավիճակի, դա իր մտքի արգասիքն է եղել, որ ինքն է հրաման տվել, որ զովա զինծառայողների դերը դուրս բերվի ձեր կողմից, թե ինքն էլ իր հերթին իր վերադասի հրամանը կատարել։ Հստակ չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց ելնելով այն հանգամանքից, որ հրդեհաշիջման ղեկավարը փկարարական աշխատանքների ինքն է եղել, հրամանը պետք է որ ինքը որոշած լինի, չեմ կարող հստակ ասել։ Քանի տարվա աշխատանքային ստաժ ունեք հաշվեց։ Ներկայությամբ արդեն 6 տարի։ Այսինքն եթե շուրջ գրեթե հովանի 3 տարի 3.5 տարի դեպքի բան աշխատանքային ստաժ եք ունեցել, հաշվի առնելով այդ հրդեհի ծավալը եւ այդ մոբիլության մասշտաբը, դուք ինչ եք կարծում, հնարավոր է որ ձեր հրամանատարին վերադաս հրամանատարությունը նման կամ վերադաս հրամանատարությունը այդ ժամանակ տեղեկացված չլիներ այդ հրդեհի մասշտաբի մասին եւ նրանք ձեր հրամանատարը ուղղակի կապի մեջ չլիներ նրանց հետ։ Չեմ կարող հստակ ասել հրամանատարը տվյալ պահին ում հետ է կապի մեջ եղել, ում է ղեկուցել, ինչ է կատարվում, ոնց է կատարվում, կոնկրետ ես չեմ հիշում։ Մխիթար Կարապետյանը դա իր պատկերացումներով գնահատելով իրավիճակը ինքն է նման հրաման տվել առանց որևէ վերադասի համաձայնության կամ հանձնարարության։ Չեմ կարող ասել։ Հիմնականում դեպքերի ժամանակ դեպքի վայրում ով որ լինում է ինքն է կայացնում որոշումը, պատասխանատուն էլ ինքն է
դեպքեր են լինում, որ ժամանակարը կոնկրետ տեղում չի լինում, լինում է հերթափոխի պետը, դաշիճման ղեկավարը, ինքն է որոշում կայացնում։ Նույնիսկ եթե զեկուցում է, իրան են ասում դու որոշում կայացրել, դու տվյալ դեպքում քո ուժերը բավարարում է կամ դու կարողանում ես այդ վթարաբերական աշխատանքները կատարես, թե ոչ։ Ինքն է որոշում։ Ձեր մասնագիտական այդ աշխատանքային գործունեության ընթացքում եկել հանդիպել է նմանատիպ իրավիճակ, երբ ՀՏ-ի ուրեմն այդ հանդիպող շինության միջից դուրս եք հանել զոհված անձը։ Չեմ հիշում, չէ։ Չէ, դա առաջին դեպքն էր։ Իմ պրակտիկայում այո։ Շատ լավ, ես ինչու տվեց այդ հարցը։ Լավ, դուք ստացաք հրահան գնալու ընդհանրապես ՀԴ-ի դեպքի վայր մեկնելու պահին դուք ինչ հրահանգավորում եք ստանում ձեր վերադասից, կամ ինչպիսի ուսուցում եք ստացել, որ տուժած ձեր տերմինով ասեմ, տուժած անձ լինելու պարագայում դուք ինչ պետք է անեք, կամ մահացած անձ տեսնելու պարագայում ինչ պետք է անեք։ Նման հրահանգավորում ստանում են հերթափոխի պետերը կամ կոնկրետ ավելի բարձր պաշտոնի մարդիկ, որ իրանք են կայացնում որոշում։ Ես հաստիկով իմ ծառայության բերումով այնպիսի աշխատանք եմ կատարում, որ կատարում եմ հրամաններ դեպքի վայրում։ Իրենք են հրաման տալիս, մենք ոնց անենք, ու հիմնական մեր հրամանները ստանում ենք դեպքի վայրում։ Ես կոնկրետ իմը ստանում եմ դեպքի վայրում, կախված դեպքի հանգամանքներից, դեպքի բարդությունից, իրավիճակից ելնելով, թե հրամանատարը տվյալ դեպքում եղել է ջոկատի հրամանատարը, այլ դեպքերում լինում է հերթափոխի պետը կամ տվյալ պահին ավելի պաշտոնով բարձր արձանագրություն։ Ի զոհի դուրսբերման պահին զոհվածին ծառայողների ձեր ուղղությամբ, այսինքն ներքին գործերի նախարարության ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձը ով է։ Սկսելու պահին, հա, երբ որ սկսել ենք։ Միշելով իմ տեսածով Կարապետյանն է եղել ինձ, մեր ջոկատի հրամանատարը, ամենաբարձր։ Մարզային օղակով ղեկավար անձնակազմերի ներկա եղել եմ, բայց ավելի ուշ եմ իրենց տեսել ես։ Վերջում դուրս գալուց նոր իրենց նկատել եմ, որ որտեղ եմ։ Ում եք նկատել։ Նկատել եմ մեր ճկարական վարչության աշխատակիցներից, եղել է նախարարությունից։ Ովքեր կանոնականացնել։ Չեմ կարող անունը ասել։ Այսինքն ավելի վերադաս են եղել։ Հա, ավելի, բայց վերջի պահին եմ իրենց նկատել, ջոկատում եմ նույնիսկ նկատել դեպքից հետո որ եկել ենք ջոկատը եկել։ Չէ, դեպքի վայրի մասին է խոսքը։ Ինչքանով հիշում եմ ինքն էլ եղել, բայց անունը չեմ կարող հիշել։ Դե նման բաները ջոկատի հրամանատարը ավելի ստույգ կիմանա, ինքը ավելի ճիշտ կպատասխանի։ Ի վերջո դա ամբողջ օպերացիան գործողությունը դե ով է ղեկավարը։ Կոնկրետ մեր մասով ես հրամանները ստացել եմ իմ վերադասից Կարապետյանից։ Իսկ բացի ձեր մասից ուրիշ ինչ մասեր կար։ Դերդեաշիջում կատարվել եւ երկրարարական աշխատանքներ, երկու թերով էին աշխատում։ Իսկ այդ հրդեհաշիջման աշխատանքը ով է ղեկավարը։ Չեմ կարող ասել։ Դուք այդ գործողությանը չեք մասնակցել։ Չէ, ես մասնակցել եմ ճկարարականին, միաժամանակ է կատարվել, չեմ կարող հստակ ասել։ Միգուցե իմ պատկերացմամբ ղեկավարելա Կարապետյանը, բայց թե ովքեր են կատարել, չեմ կարող ասել։ Ձեր վերադաս հրամանատարությունից ով է տեղը, որ այսօր դուք կատարում ուսուցում պետք է տալ։ Կոնկրետ չգիտեմ ով է տեղյակ եղել, ես զեկուցել եմ իմ անմիջական հրամանատարին, ջոկատի հրամանատարին։ Ով է դրան։ Կարապետյան Մխիթարը։ Ներկայացրել եմ, որ ստացել եմ ծանուցում, քանի որ մենք բացակայում ենք տարածքից, պետք է զգուշացնենք ծառայության բերումով, այնպես է, որ տարածքից բացակայելու դեպքում զգուշացնում ենք, զեկուցագիր ենք գրում, նոր ենք դուրս գալիս։ Զգուշացրել եմ, գրել եմ զեկուցագիր, որ բացակայում եմ այս պատճառով ու եկել եմ։ Իսկ ինչ եք քննարկել այս դեպքի մասին։ Ոչ մի բան, տենց առանձնահատուկ։ Ասել եմ գնում եմ դատարան, ասել է գնա։ Ասեն զուտ ընդհանրապես չեք քննարկում, հաշվառում որ դուք շատ առանցքային վերակատարություն եք ունեցել եւ դուք եւ պարոն Կարապետյանն։ Կոնկրետ այսօրվա մասին է Չէ, ընդհանրապես այս գործի մասին։ Ընդհանրապես դեպքից հետո էլ քննարկումներ եղել են ջոկատում, բոլորս էլ քննարկել ենք, որ շատ վատ բան է եղել, սենց եղավ, ամեն մեկը ենթադրենք ասել է ինչն է տեսել, ինչա տպավորվել, որ ինչն է բոլորիս վրա ազդել է, դրանից հետո ագին հոգեբանների հետ ենք աշխատել, նախարարությունում ունենք հոգեբանական խումբ, ծանր դեպքերից հետո զանգահարում են բոլորիս հետ խոսում են
այդ ամեն ինչը հետևանք չթողնելու համար։ Իսկ այսօր որ բան քննարկել եք։ Ոչ, այսօր առավոտյան հենց մտել եմ ստորագրել եմ, ուշանում էի նույնիսկ շուտ ստորագրել եմ, թղթերը տվել եմ, ծանոթում ու եկել եմ։ Նախապես զգուշացրել էի, որ գնալու եմ, ծանոթում այսօր տարել եմ, ներկայացրել եմ, ինքը ուղարկել է, ես եկել եմ։ Շնորհակալություն, Ռոբերտ։